պապ ջան։ Բարևի։ Ով տնօրեն, հա։ Չէ, աչքովը չի ընկել։ Չէ, պապ ջան, սաղ փողերը սաղսել եմ։ Կարաս Իդրամ ջունիորից գցես։ Դե ինչքան գցես քո պատիվն է։ Աբգարս, պապան 50,000 փող փոխանցեց։ Հա, պապան ինձ միշտ էլ լավ է նայել, պապայի ձեռը քարի տակ չի։ Բայց հարցրեց, այսօր ես ու դու ինչի վրա ենք ծախսում այդ 50,000 ընկերս։ Պապեր ինչի համար հարցնի, եթե Իդրամով բոլոր ծախսերը վերահսկում է։ Իա, պարոն տնօրեն, բարև ձեզ։ Ոյ, Ովգար ջան, դու ես չճանաչեցի։ Լավ եմ, դու ոնց ես, պապա ոնց է, գործերը լավ են։ Հա, դե ոնց գիտեք էլի։ Այ դեպ, պապան ձեզ էր հարցնում։ Ասում է ինչ-որ զանգումը չեք պատասխանում։ Հա, ուղղակի մի քիչ խառն էի։ Տատիկս էր վերելակի մեջ մնացել։ Մինչև անեցինք արդեն ուշ եղավ զանգելու համար։ Դու պապային փոխանցի, որ ես իրան անպայման կզանգեմ։ Եղավ։ Բարի օր ստորին և միջին խավին, ձեր համար համով բաներ եմ բերել։ Աբգար եղբայր, ես ինչ առիթ է։ Պապան նոր ավտո առել, ես էլ սենց ոնց որ մաղարիչ էլի։ Իսկ պապան չի ուզում նոր բնակարան առնի։ Խի, այսքանով չես կշտան, հա։ Բարև ձեզ երեխաներ։ Բարև ձեզ։ Նստեք։ Բարի օր ընկեր Սիմոնյան։ Պատրաստ եք բոլորդ։ Իհարկե ոչ։ Լսիր այ անդաստիարակ։ Եթե դու չես սովորում, ուրիշներին մի խանգարիր։ Ընկեր Սիմոնյան, եթե ես ձեզ խանգարում եմ, կարա գնաք ուրիշ դասարանում ձեր դասը սովորեք։ Աբգար դու միայն ինչ չես խանգարում, այլ ամբողջ դասարանին։ Հոպ, չհավատացի։ Սիրելի երեխաներ, այս դասարանում կան հենց մարդ ում դասը ես խանգարել եմ։ Չէ, չես խանգարել ընկերս։ Ընկեր Սիմոնյան, դուք սխալ դուրս եկաք։ Աբգար ես էլ քեզ հանդուրժել չեմ կարող, անցիր տնօրենի սենյակ։ Չվախեցար, նենցա կարամ ասեմ տնօրենին ինքը գա։ Ուղղակի քանի որ ես քայլելու հավես ունեմ, գնացինք։ Անցիր։ Պարոն տնօրեն, ես ուզում եմ Աբգարին հեռացնեք դպրոցից։ Ինչ է պատահել, ընկեր Սիմոնյան։ Ինչ է արել մեր Աբգարի նման պարկիշտ և աղա աշակերտը, որ ուզում եք դպրոցից հեռացնեք։ Ավելի ճիշտ կլինի հարցնեք ինչ չի արել Աբգարը։ Նա վատ օրինակ է ծառայում աշակերտներին, խանգարում է դասը և իրենից բացի ոչ ոքի չի հարգում։ Եկեք չշտապենք էլի, ընկեր Սիմոնյան, խնդրում եմ։ Պարոն տնօրեն, ինձ ինչի է թվում, որ դուք ամեն անգամ պաշտպանում եք Աբգարին և չեք ուզում պատժել նրան։ Կարող է ինչ-որ պատճառ կա։ Ով, ես։ Ախր, Աբգարը մեր ամենաօրինակելի, ամենախելացի ու սովորող աշակերտներից է։ Խելացի։ Ձեռք եք առնում, Աբգարը նույնիսկ գումարում հանում չգիտի, ու մնաց խելացի։ Դուք սխալվում եք, ընկեր Սիմոնյան։ Ուղղակի ամեն երեխայի պետք է անհատական մոտեցում ցուցաբերել։ Արի Աբգար ջան, արի տղաս, արի։ Արի տղաս։ Նստի, այդպես։ Հիմա պատկերացրու, որ ընկեր Սիմոնյանը ունի $100։ 100-ից 50-ը տվեց քեզ։ Ինչքան կմնա։ Դե մի քիչ անհավատալի է, որ ընկեր Սիմոնյանը $100 ունի, բայց եթե ունենա ու 50 տա ինձ, կմնա 50։
Ո՞ր բես տղաս։ Տեսում եք, որ ասում եմ եկեր Սիմոնյան։ Ինչ անեմ, բարթացնեմ։ Հիմա պատկերացրու, որ ես ունեմ $1000։ Այդ 1000-ից 500-ը տվեցի քեզ։ Ինչքան կմնա։ Սրանից էլ հեշտ հարց, եթե դուք ինձ $500 փող տաք, տակը կմնա $1500։ Բայց ինչի 1500 աբգար ջան։ Պարոն տնօրեն, որովհետև դուք պապային $2000 եք պարտք։ Եթե դուք ինձ $500 տաք, տակը կմնա $1500։ Պապան հենց դրա համար է զանգում էր։